Որսի թռչուն որպես արաբական աշխարհում բարձր գնահատվող սապսանները Հայաստանում պակասել են։ Կարմիր գրքյան մեր գիշատչի ձվերը գուցե բնից գողացող արտահանող կասկածը չի հաստատվում, բայց չի էլ հերքվում։ Վայրի կենդանիների ապօրինի առևտուր երկրում ցավոք ունենք, կա, մտահոգված են մասնագիտական օղակում։ Պատահում է այնպես, որ այն մարդիկ, ովքեր որ կարծես թե պրոֆեսիոնալներն են դաշտի, կենսաբաններ են եւ բան, շատ հաճախ սկսում են տարվել այդ բիզնեսով, սկսենք սողուններից մինչև թիթեռներ եւ այլ միջատներ, որոնք որ արժեք են ներկայացնում իրենցից։ Կենդանիների եւ բույսերի ապօրինի առևտրի դեմ պայքարելու նպատակով վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ջանքեր է միավորել է միջազգային ֆլորա ու ֆաունա կազմակերպության եւ Վրաստանի հետ։ Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել օրակարգային հարցով, ոլորտի վերահսկողներից մինչև մաքսավորների մեկ սեղանի շուրջ համախմբած արդեն երկրորդ հավաքն են անցկացնում։ Քննարկում Կովկասի համար կազմած զեկույցը։ Զեկույցի արդյունքները ցույց տվեցին, որ վայրի բնության ապօրինի առևտրից այս տարածաշրջանում առավել տուժել են գիշատիչ թռչուններն ու թառափը։ Հենց այդ պատճառով մենք որոշեցինք ծրագրեր իրականացնել Ռուսաստանից մինչև Թուրքիայի սահմանը ներառող հատվածում։ Կենդանիների արտահանման օրինական թույլտվություն Հայաստանում տալիս է շրջակա միջավայրի նախարարությունը։ Թառափի դեպքում արհեստական ջրավազաններում բուծված ձուկն է մեր մոտից վաճառքի գնում։ Ունենք որոշ էկզոտիկ սողուն, թռչուն, կաթնասունների տարվա կտրվածքով մի քանի տասնյակի հասնող էքսպորտ, բայց դա վերաարտահանում է։ Երկիրը հետևում է CITES-ի կոնվենցիայի ընդհանցակարգերին, վստահեցնում է գերատեսչության կենսառեսուրսների կառավարման վարչության ղեկավարը։ Հիմնականում Հայաստանից վերարտահանվում են կենդանիներ, տեղական կենդանիները բացառություն են կազմում, գրեթե չկան։ Մենք հիմնականում տրամադրում ենք այն կենդանատեսակների վերարտահանման թույլտվությունները, որոնք որ ժամանակին որևէ այլ երկրի արտահանման թույլտվությունով ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն։ Քննարկմանը ներկայացվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների պահպանությանը վերաբերող հայկական ու վրացական օրենսդրությունը։ Մի շարք իրավիճակներում սահմանային համագործակցությունն ամրապնդելու իրարից սովորելու տեղ կա, արձանագրեցին կողմերը։ Բռնագրավում հայտնաբերած կենդանու կամ բուսատեսակի մենք իրականացնում ենք դատարանի որոշմամբ։ Տուգանքը 30 օրվա ընթացքում հաստատվում է, ինչից հետո դիմում ենք գիտական խորհրդատուներին կողմնորոշվելու ուր տանել փրկած կենսաբազմազանության տվյալ տեսակին։ Վերջին շրջանում վերահսկողությունը խստացնելու հնարավորություն են ստացել հայտարարեցին մեր բնապահպանության տեսչությունից։ Աշնանը Երևանում անցկացվող COP17-ին ընթառաջ հանձնարարված է բոլորից, բիզնես թե անհատ, առգրավել վանդակում պահվող վայրի կենդանիներին։ Միայն 2025 թվականի ընթացքում այդ դեպքերի քանակը 169 է հասնում։ Սրանք վերաբերում են եւ ապօրինի առևտրի դեպքերին եւ կիսաազատ պայմաններում կենդանիների պահման կարգի խախտման դեպքերին։ Ունենք նաև վայրի որոշ բույսերի ոչնչացման ռիսկ, ահազանգում է Ռուբեն Խաչատրյանը։ Սարերի սեզոնային կանաչին փողի դիմաց շատերն արմատներով քաղում վաճառում են։ Անունները չեմ փվարկի հիմա, բայց արդեն մեծ մեքենաներով շատ նույն տեղի վրա բավականին մեծ ստրես, գործառույթ իրականացնելով կարող են ուղղակի բնաջնջել ամբողջ տեսականին այդտեղ։ Դրանք բազմաթիվ բույսեր կարող են լինել, սկսած բոխի, մանդակ, այն ամեն ինչ որ մենք այսօր խանութներում տեսնում ենք շատ հայտնի ֆիրմաների կողմից վաճառվող, որոնք առանց թույլտվության, առանց կանոնակարգի ուղղակի հավաքում են եւ ոչ մի վերահսկողություն չկա։ Խնդիրը ուշադրություն է պահանջում, բնության կորուստը թանկ արժե։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։